Շատ եմ սիրում շախմատ խաղալ։ Դառնալ աշխարհի չեմպիոն։ Հավանաբար այս փոքրիկի խոսքերին չվերաբերվենք այսքան լուրջ, եթե չլիներ նրա կողմից այդչափ մեծ սեր ու նվիրվածություն դեպի շախմատը։ Ծնողները պատմում են, որ փոքրիկ Դավիթի առաջին արտասանած բառերից էին շախմատային ֆիգուրները, իսկ 3 տարեկանում նա արդեն վարժ տիրապետում էր շախմատային քայլերին։ Մեր խմբի փոքրիկ շախմատիստը Գերոյան Դավիթն է, 5 տարեկան, հաճախում է մանկապարտեզ։ Ինքը շատ լավ տվյալներ ունի, իմ կարծիքով ինքը ապագա աշխարհի չեմպիոնն է մեր։ Շատ խելացի բալիկ է, շատ է սիրում շախմատ, ինքնակամ է եկել, առանց որևէ ծնողների միջամտության։ Ինքը հստակ որոշել է, որ պիտի շախմատի գալ ու եկել է։ Դավիթն այժմ 5 տարեկան է եւ արդեն ունի 3-րդ կարգ։ Նույն տարիքում էր նաեւ մեծն Տիգրան Պետրոսյանի անվանակից եւ վերջինիս արժանի հետևորդ Տիգրան Պետրոսյանը, երբ հայրը նրան տարավ շախմատի դպրոց։ Առաջին հաջողությունները Տիգրանը գրանցել է 9 տարեկանում, դառնալով Հայաստանի չեմպիոն եւ իրավունք նվաճելով հանդես գալ աշխարհի առաջնությունում։ Այնուհետև մի շարք մրցաշարեր եւ հաղթանակներ ու վերջապես 2008 թվականին Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որի կազմում էր նաեւ Տիգրան Պետրոսյանը, նվաճում է շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը։ Ինչպես գիտենք, 2 անգամ ենք Հայաստանի ավական չեմպիոն դարձել, առաջի տարին ես չեմ եղել թիմում ու միայն ինձ համար էր դա առաջին անգամ, տղաները բոլորը արդեն 1 անգամ չեմպիոն դարձել էին եւ այդ զգացմունքը ունեցել էին։ Դրա համար իրանք հանգիստ էին եւ ես էլ նայում էի իրանց եւ զարմանում էի, ասում եմ մենք աշխարհի լավագույն շախմատիստներն ենք դարձել, ոնց ենք դուք այդքան հանգիստ, պետք է ուրախ լինենք։ Այդ հպարտությունը մեր երկրի համար, որ մեր երկիրը բոլորը կճանաչեն ու շատ բաներ, որ թե ծնողների ցանկությունները ի կատարածվեցին, թե ամբողջ հայ ժողովուրդը, որ մենք տեղյակ էինք այդ օրերին, նայում էր մեր խաղերը, հետևում էր եւ բոլորը սպասում էին մեզ այդ հաղթանակը եւ այն զգացմունքը, որ դու կարողացար արդարացնել այդ սպասելիքները, ամեն ինչ արժեին իհարկե։ Դառնալ երկրագնդի լավագույն շախմատիստներից մեկը, այն էլ այդքան երիտասարդ տարիքում, նշանակում է կանգնել մի բարձունքի, որի մասին երազում եւ որին ձգտում են շատերը, բայց հասնում են եզակիները։ Թերևս այս գաղափարն էր, որ չեմպիոն դառնալուց հետո ինչ որ առումով խոչընդոտեց Տիգրան Պետրոսյանին շարունակել շախմատային այդքան փայլուն սկսված կարիերան։ Գրեթե 2 տարի նրան հազվադեպ ենք տեսնում շախմատի ասպարեզում։ Մենք միշտ ձգտում ենք հանդես գալ Հայաստանի ավականում, Հայաստանի դրոշի տակ եւ ամենավերջնակետը ոնց որ հենց օլիմպիադան է, երբ որ դու դառնում ես օլիմպիական չեմպիոններ, մի տեսակ թուլանում ես, իհարկե դա չպետք է լիներ, պրոֆեսիոնալի համար դա վատ է, բայց ինձ թվում է, որ դա արդեն անցած էտապ է եւ ապագայում ավելի լավ կլինի։ Անհատական առաջնություններում կփորձեն պայքարել չեմպիոնական տիտղոսների համար, ասում է Տիգրանը։ Իսկ մինչ նա նորից կփայլի շախմատի ասպարեզում, Արոնյանը, Դանիելյանը եւ այլ հայազգի շախմատիստներ աշխարհի ամենաինտելեկտուալ խաղում շարունակում են նվաճել նորանոր բարձունքներ, ինչը նշանակում է, որ Հայաստանում շախմատը շարունակում է ծաղկել։ 2004 թվականից, երբ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ դարձավ Հայաստանի պաշտպանության նախարար, այնուհետև վարչապետ, այժմ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, շախմատի զարգացումը մեր երկրում նոր թափ առավ։ Զարգացման համար բարենպաստ պայմաններ են ստեղծվում ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաեւ մարզերում։ Այսօր մեր ֆեդերացիայի նախագահի շնորհիվ ունենք շատ հնարավորություններ եւ այսօր մանավանդ երիտասարդների մոտ շատ մոտավորապես 5-10 անգամ ավելի շատ հնարավորություն կա մրցաշարերին մասնակցելու, մարզիչներ ունենալու, հավաքների գնալու, քան թե մեզ մոտ իրենց տարիքում։ Այն տարիներին, որ չկար ֆինանսավորում, չկար այդ պետական աջակցությունը, շատ շախմատիստներ հեռանում էին Հայաստանից, իսկ այսօր տեսնելով, որ մեր երկրում մեծ ուշադրություն է դարձվում շախմատին, իհարկե բոլորն էլ հայրենասեր տղաներ են եւ ցանկությունը միակն է հանդես գալ Հայաստանի ավականում, եթե իհարկե համապատասխան պայմաններ են ստեղծվում։ Մեր շախմատիստների յուրաքանչյուր հաղթանակ ստիպում է հայազգի փոքրիկներին ու երիտասարդներին ավելի ոգևորությամբ ու եռանդով զբաղվել շախմատով։ Մենք հպարտ ենք, որ ունեցել ենք Տիգրան Պետրոսյան եւ հպարտ ենք, որ այսօր կան նրան արժանի հետևորդներ։ Վստահ ենք, որ շախմատի հայ վարպետները աշխարհին զարմացնելու դեռ շատ առիթներ կտան։